Դերասան, ով միշտ հանրության ուշադրության կենտրոնում է թե իր աշխատանքային գործունեությամբ, թե իր անձնական կյանքով, պատվավոր դերասանի պատվավոր թոռ ազգանուն, որը կրում է հպարտության և պատվով էլ դուրս է գալիս այդ հաճելի, բայց միևնույն ժամանակ պարտավորեցնող առաջադրանքից: Նա այն դերասաններից է, ում վերագրել են այն բազմաթիվ սիրավեպեր այս կամ այն դերասանուհու, երգչուհու հետ: Ձեզ ենք ներկայացնում հաղորդավար Խորեն Լևոնյանի անձնական ու գործնական կյանքի որոշ մանրամասներ, որոնք միշտ էլ հետաքրքիր են եղել հանրությանը: Խորեն Լևոնյանն այն դերասանն է, ում անձնական կյանքը միշտ հետաքրքիր է եղել բոլորին, հատկապես այսօր, երբ դերասանն ամուսնանում է: Ինչպես գիտենք, նա ամուսնացած է եղել պարուսույց Մերի Հովհաննիսյանի հետ, սակայն երջանիկ զույգի սիրո պատմությունը երկար չի տևել, նրանք ամուսնալուծվել են: Մամուլում լայնորեն քննարկվեց նրանց բաժանումը, այնուհետև համացանցում հայտնվեցին լուսանկարներ, որտեղ աղջիկների սիրելի դերասանը երգչուհի Լիլուի ընկերակցությամբ էր: Սիրավեպի մասին Խորենը երբեք մեկնաբանություն չի տվել, իսկ Լիլուն մեկնաբանել է, ասելով, թե իրենց անձնական կյանքն է և ոչ ոք իրավունք չունի խառնվել իրենց անձնական կյանքին: Լիլուն հիմա ամուսնացած է և մեծացնում է իր հրաշք զավակներին: Խորենի նախկին կինն էլ զերծ չմնաց մեկնաբանություններից և ամսագրերից մեկին տված հարցազրույցում նշել էր ցանկացած զույգի կյանքում էլ խնդիրներ լինում են, իսկ հետո հարթվում: Ամիսներ հետո համացանցը ողողվեց Խորենի և Լիլուի բաժանման մասին լուրերով, իսկ թե ինչ էր տեղի ունեցել իրականում, ոչ ոքի այդպես էլ հայտնի չդարձավ: Հերթական սիրավեպը պարզվեց, որ սիրավեպ չէ, այլ իսկական սիրո մի պատմություն, որը կապված էր Լիկա Մեսրոպյանի անվան շուրջ: Լիկա Մեսրոպյանը Խորենի հետ հանդես էր եկել Արմենիա հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Խաղից դուրս» բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմում: Ֆիլմի նկարահանման հրապարակում նրանք պարզապես շատ լավ ու մտերիմ ընկերներ էին, իսկ հետո նրանց հարաբերությունները սկսեցին այլ ընթացք ստանալ ֆիլմի ավարտից բավական հետո: Այո, մենք շատ մոտ ընկերներ էինք դարձել սերիալի նկարահանման ժամանակ և հատուկ ուզում եմ նշել, որ այն ժամանակ մեր միջև դեռևս ոչինչ չկար, ամեն ինչ սկսվեց ավելի ուշ, պատմել էր Լիկան: Գեղեցիկ սիրո պատմություն, որն ավարտվեց գեղեցիկ, հաճելի, բայց ոչ հայկական ավանդական հարսանեկան միջոցառմամբ: Զույգի հարսանեկան արարողությունը կայացավ Երևանից դուրս գտնվող հյուրանոցային մի համալիրում, որ ըստ Լիկայի հեքիաթային ու գեղեցիկ էր եղել: Այդ օրվա բարենպաստ եղանակն էլ նպաստել էր, որպեսզի Խորենն ու Լիկան անմոռանալի օր ունենան: Շատ գեղեցիկ էր մեր մուտքը կանաչ տարածության մեջ, սպիտակ սեղանիկներ էին դրված, մեր մուտքն էլ Մենդելսոնի երաժշտության ներքո եղավ: Ջութակահարուհին Խորենի քույրն էր, պատմել է նա: Իսկ ամուսնության առաջարկ դերասանը Լիկային արել է Դիլիջանում, ուր նա մեկնել էր նկարահանումների, իսկ Լիկան էլ ուղեկցում էր իր սիրելիին: Նկարահանումների ժամանակ Խորենը շատ անսպասելի առաջարկություն արեց ինձ, ինչը շատ հաճելի էր: Երբ Խորենն ինձ նվիրեց մատանին, մենք նկարահանման հրապարակի կենտրոնում էինք, իսկ շուրջը նկարահանող խումբն էր, հայտնել է դերասանուհին: Նշենք, որ այս ամուսնությունն էլ երկար չտևեց և դերասանն այժմ ունի երկու որդի: Առաջինեկը նախկին կնոջից է, ով արդեն հասցրել է նկարահանվել տեսահոլովակներում, իսկ Լիկայի և Խորենի որդին դեռ փոքր է: Ժամեր առաջ էլ հայտնի դարձավ, որ Հայաստանի վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանն ամուսնացել է դերասանի կինը, երգչուհի, դերասանուհի Էմմա Ազիզյանն է: Նրանք միասին նկարահանվել են «Հոթել Գրանդ 3» սերիալում: Վերջին շրջանում դերասաններին միմյանց ընկերությամբ հաճախ կարելի էր տեսնել հանրային տարբեր միջոցառումների ժամանակ: Էմմա Ազիզյանը Խորեն Լևոնյանին ուղեկցել է նաև «Վազգեն, Վերջին սպառապետը» ֆիլմի պրեմիերային: Լևոն Ազիզյանն ում պսակադրվել են Վազգեն Սարգսյանի եղբոր դստեր Նոննա Սարգսյանի և նրա ամուսնու Գրիգոր Տեր-Ղազարյանի քավորությամբ: «Դարձանք մի ընտանիք» եկեղեցուց լուսանկար է հրապարակել և գրել Նոննա Սարգսյանը: Նա Խորեն Լևոնյանի մասնակցությամբ «Վազգեն, Վերջին սպառապետը» ֆիլմի գլխավոր պրոդյուսերն է: Խորեն Լևոնյանի երրորդ ամուսնությունն է: Նա նախկինում ամուսնացած է եղել բալետի պարուհի Մերի Հովհաննիսյանի, ապա դերասանուհի Լիկա Մեսրոպյանի հետ: Ինչպես արդեն նշեցինք, դերասանն ունի երկու որդի: Ունենալով երկու արդեն երեք ամուսնություն ու երկու որդի, Խորեն Լևոնյանը այսօր էլ պաշտպանում ու պահպանում է ընտանեկան արժեքները:
Տարիներ առաջ, երբ խոսակցություններ տարածվեցին, որ Լիկա Մեսրոպյանն ու Խորեն Լևոնյանն ամուսնալուծվել են, Լիկան հերքեց այդ խոսակցություններն, ասելով արդեն սովորել ենք, որ պարբերաբար նման խոսակցություններ են տարածվում, նորմալ են վերաբերվում, դրան բնական է, որ պետք է բացասական խոսակցություններ տարածվեն, թեև արդեն հետաքրքիր չէ, 1 տարի առաջ նման բան էին ասում, հարցազրույցներից մեկում ասել էր Լիկան, բայց փաստորեն ամեն ինչ այլ կերպ ընթացավ, դե ինչ, մենք էլ միանում ենք բոլոր շնորհավորանքներին ու սիրված դերասանին ցանկանում երջանկություն ու հարատև սեր։